սրանից 8 ամիս, 9 ամիս առաջ սկսեց արմիությունների դեմ պայքարը։ Դա դուրս եկավ նրանից, որ մենք միանշանակ որսոր սոցիալական գործընկեր պահում ենք շահերը, ժողովրդի շահերը, աշխատողների շահերը։ Բայց այս մարդը այնքան խախտումներ թույլ տալուց հետո մեր օրենսդրության, օրենքը արմիությունների, փաստաթուղթ չկա, որ չի խախտել, սահմանադրությունը, սկսեց ընկնել մեր հետևից։ Դաժե մեր ժողովներից մեկում ասեց, սրանից հետո ես ոչ մի պրիկազ չեմ տալու։ Ժողովուրդը թող հասկանա, որ աշխատանքի ծավալներ ընկելն է, ու նա ինձ դիմի, բոլորիդ ես զգուշացնում եմ պետերին, եթե չդիմեցին, դուք չեք աշխատի։ Ու վերջացրեց, я думаю, что профсоюз профсоюз поддержит меня. Ասի կատեգորически нет, Վիկտոր Իվանովիչ, անցավ են ժամանակները, որ դելեգատներ, դեպուտատներ էին ընտրում ներքևից, որ գեներալնի սեկրետարը էին առաջարկում, կտվորու պետրոլային ասում էին 80 լիտր կատ կկթես, կսատկի այդ կինը, այս մարդիկ էլ տեղ չունեն, ձեզ ով բդի գրի, որ իմ աշխատավարձի ծելի պահեք, այդ ռեմերի վրա էլ բանել չի մնացել, մենակ մնում եմ Իծակյանել կախվել, ես դեմ եմ կատեգորически, վերցրեց, հավաքեց, այդ գնաց, ու սկսվեց արդեն, ֆիկտիվ ժողով, ձևական, սաղ, կազմակերպել դա երկար պատմություն է, ուզում էր, որ դառնա իրա պրոֆսոյուզը, որտեղ շատերը տենց են, էլի։ Չգիտեմ, հանրապետությունում չեմ կարող ասեմ, մեր մոտ կան, որ պրոֆսոյուզի նախագահն է, բռնել են իրա կողմը, պետերն են շատերը բռնել իրա կողմը, միգուցե ինչից են վախենում, ինչ, մեր պայքարը իրա դեմ չի, այդ ռեսուրսի, ադմինիստրատիվ ռեսուրսի դեմ է։ Անցավ որոշ ժամանակ հետո, այս մարդը շատ ադեկվատ մարդ է, բայց զարմացա, որ ինչքան հանգիստ ես պահում, ինչքան օրենք ես պահում, օրենական ես քեզ պահում, ինքը իրեն կորցնում է։ Ինչ դատարան դիմել, իրան գրեցինք նամակ, ճիշտ է, որ պատրաստում ենք դիմել դատարան։ Խառնվեց, ունենք Положение о примировании։ Սևանի ռեգիոնի ժողովուրդը եկել են այստեղ զաբաստովկա անելու, չթողեցինք զաբաստովկա անենք, ասի մարդ ենք, կնստենք կլոր սեղանի շուրջը, կզրուցենք, կհասկանանք։ Մտա ինքը չընդունեց ինձ, իրա տեղակալը դաժե ներս չկանչեց, ու այդ մարդկանց պատասխանն էլ պահանջները անպատասխան մնացին։ Մենք էլ այդ նամակի վերաբերյալ մի կազմակերպեցինք, որ ժողովներում քննարկվի այդ հարցերը, մենք պետք է կոնֆերանս անենք, այնտեղ պատգամավոր էին ընտրում, ժողովները վերացվեցին, անցնում է 3 օր մի հատ հեռագիր է գալիս իր անունով, որ խնդրում եմ մեր մի տոկոս անդամվճարները, որը անդամվճարների գումարն է, բոլորը փոխանցել մեզ։ Սա էլի իրավական հարթության մեջ է, մեր պարոն Ալոյանը պատասխանի, սա էր պատճառը, մենք երբևիցե հետո սկսեցին մեղադրել ինձ հակառուսական տրամադրությունների, բաների, ես ասեմ, ես ոչ մի հակառուսական տրամադրություն չունեմ, բայց գիտեմ, որ իմ հայրենիքը, իմ հայրենիքն է, ով էլ գալիս է մեր հայրենիք, հայա, ռուսա, պարսիկա, ինչ է, նամուսով պա իրան, ժողովներից մեկում էլ հայերեն խոսացի, բայց ինչ չի կարելի, բանման, նաշ, Գեներալնի понимает армянский язык, այ մարդ ասի, լիցենզիա переводчик բերեք, թարգմանեք, մեր սահմանադրության մեջ գրած է, հա, լեզվի օրենքն է։ Ես ասեմ, սա абսուրդ է, հիմա այս մարդը, ես իրան ասեցի, Վիկտոր Իվանովիչ, Արմենիա, նի Ֆիլիպինի, и вы не американские янки, ինձ մեղադրում են նրան մեջ, որ կոմիսիա ենք ստեղծել, աննպատակային ծախս եմ արել, հիմա ձեզ հարց եմ տալիս, աննպատակային ծախսը արդյոք նա, որ անցած տարի Չինար գյուղի երեխեքը տարել են իմ հաշվին, հանգստանալու իմ չէ, պրոֆսոյուզի հաշվին, բոլոր ժողովուրդը համաձայն էին, Վիկտոր Իվանովիչ ասի, արի էլի, դու մի քիչ փող էլ տուր, ասեց, ես ոնց փող տամ, ես մի շաբաթ հետո պետք է գնամ Ադրբեջան, իմ Ադրբեջանի գոլեգաները չեն ասի, դու
Արմյանսկի բայևիկներին ես պատժ կանում։ Ես սրան ուրիշ պատասխան տուի չեմ ուզում ասեմ տողեցի ու դուրս եկա։ Անկողացին, եթե մի քիչ ավելի բարձրացնենք աշխատողների հատկապես որ իրավունքներն են խախտվել, աշխատավարձ չի վճարվել, կրճատվել է, ժամանակին չի վճարվել։ Ափսոս փաստաթղթերին չեն տրամադրում, չնայած մեր կոլեկտիվ պայմանագրով պարտադոր են, շատ եկել են ստուգելու, բազմիցս ստուգանել են։ Էլեմենտար բան, գրաֆիկով աշխատողը դուրս է գալիս աշխատանքի 12 ժամ նա պետք է աշխատի։ Մեկ տեսար 2 ժամ են անում մեկից առանց պրիկազի, իրանց начальնիկը իրան դրել է բհու ցարի տեղ, դու այս 2 ժամը չպետք է վարձատրվես։ Բոլոր գրաֆիկով աշխատողները մարդիկ շաբաթվա մեջ մի օր չեն աշխատում։ Սա էլ որ մտցրել է, այստեղ կետեր կա, ամսվա մեջ 4 օր չպետք է աշխատի, բայց տեսեք ինչ ա գրած։ Այստեղ разработать и внести предложение։ Հիմա որ մենք դատի տվեցինք с 1 августа, դադարեցրեցին, վախեցան։ Հիմա էլ կանչում են այդ 10 հոգուն, որոնք հայց են ներկայացրել, որոնց շահերը պաշտպանում է մեր Ալոյանը, կանչում են, եկեք, թե չի աշխատանքից կազատվեք, բան գիտեք ինչ կլինի։ Այս մարդիկ ոչ մեկն էլ չգնացին, ոչ թե 10-ն էին, ոչ թե 60-ն էին, լիքն էին։ Կոլեկտիվ պայմանագրով մեզ պետք է փոխանցվեց գումարը։ Սաղ թվերը կա։ Այսօրվա դրությամբ մեզ պատկ են մոտ 10 միլիոն, չեն տալիս այդ գումարը։ Ինքը ստեղ դարել է բուգիցար։ Ֆինանսական խնդիրներ իրոք կան։ Սա գալիս է ծավալից, աշխատանքի ծավալներ են գնելուց։ Բայց մեքենավարը, փականագործը, սվյազիստը ծավալի հետ կապ չունի, ինքը 10 գնացք է կտանի, 20 է կտանի։ Ծավալի համար պատասխան տալիս, տոպ մենեջեր, առաջինը ինքը։ Հետո այն մարդը, որը այդ երկու պատուհանը բացվում է, երկաթգիծը շահույթ է ստանում, դախոդ է ստանում։ Դրանք ոչ մի բան չեն անում։ Սրանք 20 հոգով ստանում են մոտ 40-45 միլիոն դրամ։ Միջինը կրճատել են չնայած մեր բանից հետո, կրճատել են այդ գումարները ավելի բարձր էր, դրանք է մեզ չեն տրամադրում։ Մի հոգի իրանց կրճատելու 15 հոգի, դա մեր 300 հոգի կրճատելն է։ Բայց այսօր ում կրճատես, որ մեքենավար պատրաստելու համար 5 տարի է պետք, փող մեքենավարի օգնական պատրաստելու համար 3 տարի է պետք, լավ սվյազիստ նույնը, հերիկա, բերել ես մատցեխսնաբի ղեկավար Հայաստանում շուկան Հայաստանը ավելի լավ իմացող չկա, քան այդ քո բերածը։ Բերել ես մարդուկին կոնցեսիոն գումարներով են զբաղվում, բայց ստեղ Հայաստան կոնցեսիոն պայմանագիրը կազմող մեկը չկար գնալ, բերեք այդ բիբինի մոտ լավ էր, մենակ այդ բիբինն էր։ Բիբինն էլ կոնցեսիոն փողերն էր ծախսում, սա մեր էքսպլուատացիոն դախոդներն է ծախսում, այդ բոլոր դապալնիցինի սաղլաշենին գալիս է ոչ թե կոնցեսիոն փողերից, այլ էքսպլուատացիոն դախոդներից։ Արդյունքի հասնելու ենք, ինչ ուզում աննիվդի հասնենք, ինքը ճիշտ է գնալու է, թող գնա, բայց եթե սենց շարունակվի, ով եկավ նույնը կշարունակի։ Դրանք ոչ սիրտ ունեն, չգիտեմ, ոչ ջիգար ունեն, թուրքական խոսքա, բայց պետք է ասեմ, չգիտեմ թուրքականա թե ինչա, ոչ նամուս ունեն, ոչ աբուր ունեն։ Հերիք այլ եկել եք Լորդ Վիտեպսոնի թոռի նման իշխում եք այս երկիրը։ Այս երկիրը հայը չի թողե ոչ մեկը իշխել, զոհերի միջոցով, իր դուխով, իր բանով։ Բա որ հանգած պայթիես, գիտեք ինչ կլինի։ Հայ-ռուսական հարաբերությունները կվատանա, սա ամենասարսափելի բանն է։ 2-3 ոչ լավ տոպ մենեջմենտի միջոցով այդ երկու ազգի հարաբերությունները կվատանան։ Մի բան էլ ասեմ ավելին։ Ես ձեզ խորհուրդ կտամ էլեկտրիչկեքով տեղ չգնաք գաք։ 20 տարի էքսպլուատացիոն սրոք անցած էլեկտրիչկեք են դրանք։ Վերցնում ես, դու տարիֆը թանկացնում ես։ Ինչի հիման վրա։ Էկոնոմիկայի օրենքը հետևյալն է. Սպրոս ապրիդիլիայիտ предложение, ես գրիչը շատ եմ արտադրել, առնողը քիչ է, պետք է գինը էժանացնեմ։ Հակառակը պետք է թանկացնեմ գինը, չէ։ Դու կլիենտ չունես, վերցնում թանկացնում ես, ավտոմոբիլիստները մալադեց, շատ խերոք աշխատեցին, վերցրեցին իրանք սկսեցին տանել։ Պատճառաբանում են, այն մարդն է դա, շրջանցում է հարկային օրենքները։ Դու հերիկա խոմ դու նալոգովիչ ես հայկային, դու սա կյանքը շրջանցել ես հարկային օրենքները։ Դադախազություն են տալու, տեսնենք ինչ անելու այդ դադը։ Սրանց խախտումների, տնտեսական խախտումները, դադախազություն են բողոքելու։
Դատական հայցը ներկայացվել է Հարավկովկասյան երկաթուղի Փակbaşıնետիրական ընկերության 10 աշխատակիցների կողմից։ Վիճելի իրավահարաբերությունը մենք չենք դիտարկում միջպետական հարաբերությունների կոնտեքստում, սակայն հատկանշական է, որ արդեն երկրորդ դեպքն է, ինչ ռուսական կապիտալով, ընդ որում խոշոր կապիտալով աշխատող ընկերություն է, որը աշխատում է առերևույթ շահութաբեր ոլորտում, աշխատում է վնասով, ինչից տուժում են շարքային քաղաքացիները։ Կոնկրետ դատական հայցի հիմքը հանդիսանում է հետևյալում։ Ուրեմն Հարավկովկասյան երկաթուղի Փակbaşıնետիրական ընկերության տնօրենի հրամանով հաստատվել է ներքին աշխատանքային կարգի նոր կանոնները, որոնցով կրճատվում է աշխատակիցների աշխատաժամանակը, ինչի հետևանքով կրճատվել է նաև վերջիններիս աշխատավարձը։ Հարավկովկասյան երկաթուղու եւ Երկաթուղայինների արհմիության միջև կա գործող կոլեկտիվ պայմանագիր, որի համաձայն կարգի հաստատումը պետք է տեղի ունենար կազմակերպության սկզբնական արհեստակցական միությունների հետ համաձայնեցմամբ։ Մինչդեռ համաձայնեցում տեղի չի ունեցել, ինչն էլ հանգեցրել է նրան, որ հրամանը ընդունվել է օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտումներով։ Այդ պատճառով մենք դեռևս բողոքարկում ենք հրամանի արձակման ընթացակարգը, այսինքն հրամանի բովանդակային մասին դեռևս անդրադարձ չկա, թեև այդ մասում եւս առկա են բազմաթիվ խնդրահարույց դրվագներ։